Եվս մեկ անգամ շնորհակալություն հնարավորության համար, բարձր դատարան, կփորձենք տեղավորվել այն ժամանակի մեջ, որը տրված է մեզ։ Մենք այստեղ կարող ենք խոսել շատ բաների մասին, որոնք լատենտ են, որովհետև շատ խոսվեց լատենտությունից, բայց կենտրոնական տրական հանձնաժողովի արձանագրած թվերը լատենտ չեն, դրանք կոնստանտ են, և կենտրոնական տրական հանձնաժողովը հունիսի 14-ից վերջնական արձանագրության թվերը տեղադրել է կենտրոնական տրական հանձնաժողովի կայքում։ Ինչպես են այդ թվերը գոյացել։ Ես երեկ ձեր բոլորի աչքի առաջ բացեցի մեկ, երևի դա նախախնամություն էր, որ միջնորդությունը բավարարվեց, բացեցի մեկ պարկ, պարկից հանեցի փաթեթները, փաթեթներից հանեցի մեկական ծրար, մեկական ներողություն քվեաթերթիկ և հաշվարկեցի։ 1,476,000 ծրար, այդպես 16,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որից 8,000-ը պիտի լինեին ընդդիմության ներկայացուցիչներ և պլյուս մինուս 7,500-ը և դեռ ավելին եղել են ընդդիմության կողմից նշանակված ներկայացուցիչներ տեղամասում։ Նրանք 14 ժամվա ընթացքում ամփոփել են այդ 1,5 միլիոն քվեաթերթիկները, արձանագրել են տեղամասային տրական հանձնաժողովի գրանցամատյանում, արտագրել են արձանագրության մեջ, առնվազն թվով 4 հատ արձանագրության մեջ, արձանագրության մեկ օրինակը փակցրել են բոլորի համար տեսանելի տեղում, մեկ օրինակը դրել են պարկի մեջ, երկու օրինակը բերել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Եղել են տեղամասեր, որ 40-ից ավել քաղվածքներ են արտագրել, տրամադրելու նրանց, ովքեր որ ներկա են և ցանկություն ունեն այդ քաղվածքները ունենալու։ Այդ 40 և ավելի քաղվածքներից մեկն էլ գուցե այն քաղվածքն է, որ բերվել է ընտրատարածքային տրական հանձնաժողով սքանավորելու նպատակով։ Ինչու են քաղվածքը սքանավորում, ոչ թե արձանագրությունը, որովհետև օրենքը այդպես է պահանջում։ Այդ ցուցանիշները ընտրատարածքային տրական հանձնաժողովում մի քանի ժամվա ընթացքում մուտք է եղել համակարգիչ։ Մուտք լինելուց հետո, անցնելով նախնական ստուգումը, քիչ հետո կխոսեմ այդ ինչ նախնական ստուգում է, որովհետև այստեղ տպավորություն է փորձարվում առաջացնել, որ դա մուտք է արվում Excel-ի։ Կենտրոնական տրական հանձնաժողովը ունի ընտրություններ ավտոմատացված համակարգ, որը հիմնադրվելուց ի վեր, հիմնադրվելուց ստացել է ISO 9001 և 27001 սերտիֆիկատներ և տեխնիկական և մենեջմենտ առումով։ Սա մի համակարգ է, որ ընտրատարածքային տրական հանձնաժողովներից 70,000 արդյունքները ամփոփելուց ոչ մի կողմնակի ազդեցություն հնարավոր չի որպեսզի լինի։ Դուք կարծեմ պատկերացնում եք, կարծում եմ, թե ինչ հնարավոր իբեր հարձակումների տակ է եղել կենտրոնական տրական հանձնաժողովի ամբողջ համակարգը քվեարկության օրը քվեարկության գիշերը։ Եվ ոչ մի վնաս այդ համակարգին հնարավոր չի եղել։ Եղել են մուտքագրման սխալներ, իհարկե եղել են։ Այդ մարդիկ, որ աշխատել են 30 և ավել ժամ, լարված, հոգնած, կարող էին նրանք սխալներ անել, իհարկե կարող էին սխալներ անել։ Եվ շատ չարչարկվեց թեման, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները 4 տեղամասի հաշվարկով սխալ է մուտք արվել։ Ես ավելին ասեմ, ոչ միայն Բարգավաճ Հայաստանը, այլ նաև բոլոր կուսակցությունների տվյալները այդ տեղամասերի համար սխալ է մուտք արվել։ 18 ուժերին մուտք անելուց մուտքանողը պարզապես շփոթել է մի տող վերև և ներքև։ Եթե մենք վերցնենք նայենք նախնական և վերջնական ահուսակավորումը, կտեսնենք, որ այդ տեղամասերում կարող եմ ընթերցել այդ տեղամասերը 12-ի 20, 27-ի 7, 27-ի 26 և 37-ի 53։ Բոլոր կուսակցությունների թվերը այդտեղ սխալ են, մի տող շփոթելու պատճառով։ Եվ այնպես է ստացել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության և նախորդող և հաջորդող համարի
քվեաթերթիկ ունեցող կուսակցությունը գոնե այդ տեղամասում ավելի պակաս ձայն է ստացել, քան Բարգավաճ Հայաստանը եւ նրան բաժին է ընկել ավելի պակաս թիվ այս առումով։ Կենտրոնական տրական հանձնաժողովը ընդունել է այդ սխալը։ Իրենք մի քանի անգամ ասեցին, որ ընդունել են։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների նկատմամբ եղել է վերաբերմունք, այո, եղել է։ Եղել է հատկապես ուշադրական վերաբերմունք, որովհետև մենք գիտակցել ենք, թե ինչ կարևոր է թվերի ճիշտ ամփոփումը։ Գիտակցել ենք, թե ինչ աջանում, թե եւ ինչպես հանրության ինչպիսի ուշադրության տակ պետք է պատասխան տանք ցանկացած թվի համար։ Շնորհակալություն հնարավորության համար, որ երեք ամեն դեպքում ես հնարավորություն ունեցա արտահայտել եւ խնդրելու թվեր արդյոք մեր վերջնական արձանագրության եւ աղյուսակավորման մեջ կան այնպիսի թվեր, որոնք անհրաժեշտ է փոխել։ Կարող է մենք էլ ենք սխալ մոտ կարել։ Եվ այսօր, առ այս պահը ես ավելի ճիշտ միջև դիմումատուների ելույթի վերջը ես կասկած չունեի, որ մենք սխալ թիվ չունենք մոտ կարած։ Իսկ հիմա ավելի քան համոզված եմ, որ մենք ոչ մի սխալ թիվ չունենք մոտ կարած։ Հակառակ դեպքում այդ թվերը կբերվեր։ Ես ասեմ, որ երեկվանից իմ համակարգչում ես ունեմ բոլոր արձանագրությունները սկանավորված եւ սպասում էի ցանկացած տեղամասի, ցանկացած թվի վերաբերյալ հրապարակման, որպեսզի ստուգենք։ Ավելին, միջնորդությունը լսելուց հետո մենք բոլոր 2005 արձանագրությունները, որոնց մի օրինակ է օրենքի սահմանված կարգով դեռ գտնվում է Կենտրոնական տրական հանձնաժողովում, բոլորը լուսապատճենել ենք։ Այն տեսքով, ինչ տեսքով, որ մենք ներկայացրեցինք Բարձրդատարանին 2 լուսապատճենած արձանագրությունները։ Մենք հիմա էլ ենք պատրաստ բոլոր այդ արձանագրությունները վերել եւ Excel-ի միջոցով, որը ստացվում է բավական բարդ, բավական շատ ստուգումների արդյունքում ընտրություններ ավտոմատացված համակարգի միջոցով ստացված թվերից։ Այդ ստուգումները 20-ից ավելի են, թե իրականում թվերը արդյոք համընկնում են իրար, թե ոչ։ Եվ մուտքագրողներին բոլոր հնարավոր համադրությունները, սխալի համադրությունները ուշում են։ Ինչի համար է փորձ արվում ներկայացնել նախնական արձանագրության եւ վերջնական արձանագրության տարբերությունները։ Ես անկեղծ չեմ հասկանում, որովհետեւ նախնական արձանագրությունից հետո Կենտրոնական տրական հանձնաժողովին տրված է 1 շաբաթ ժամանակ։ Ինչի համար է այդ ժամանակը տրված։ Որպեսզի թվերը իմի բերի։ Ինչի համար է նախնական արձանագրությունը։ Որպեսզի հանրությանը այդ պահի դրությամբ հնարավոր տեղեկությունները, որը հավաքագրել է Կենտրոնական տրական հանձնաժողովը, իսկ այն հավաքագրել է թվով 38 ընտրատարածքային տրական հանձնաժողովներում մուտքագրելու միջոցով, հայտնի դարձնի հանրությանը։ Ինչի համար է այդ 1 շաբաթը, որպեսզի ընտրատարածքային տրական հանձնաժողովները վերահաշվարկներ իրականացնեն, եթե դրա կարիքը կա, որպեսզի մուտք արվի բոլոր տվյալները եւս մեկ անգամ, որպեսզի ստուգվի այդ տվյալները եւ հրապարակվի իլուր հանրությանը։ Կարող է լինել տպավորություն, որ արդեն հրապարակել ենք ուշ է, դրա համար կարիք չկա այստեղ կողմ ձայների վերաբերյալ ճշգրտումներ անել։ Բնավ ոչ։ Որովհետև Սահմանադրական դատարանը հենց այն ատյանն է, եւ մենք հենց այն վարույթում ենք, որտեղ հնարավոր է փոխել մանդատների բաշխման կարգ։ Եվ եթե մենք այնպիսի թվեր ենք հրապարակել, որը ուղղելուց հետո, որը ունի սխալներ եւ այն ուղղելուց հետո պետք է փոխել մանդատների բաշխման կարգը, սա հենց այն ատյանն է եւ մենք հենց այդ վարույթում ենք։ Փորձ է արվում ներկայացնել, թե ինչու է այդքան թիվ փոխված, ինչու է
այդքան վերահաշվարկի արդյունքում այդքան տարբերություններ առաջացել, իսկ դա ինչի է վատ լույսի ներքո ներկայացում, չեմ հասկանում էլի անկեղծ, որովհետև դրանով մենք ստացել ենք ավելի արժանահավատ տվյալներ։ 637 տեղամասի արդյունքներով ավելի ճիշտ, իրականացվել են վերահաշվարկ, որոնց բոլոր դիմումատուները, բոլոր մնացած սուբյեկտները հնարավորություն են ունեցել մասնակցելու վստահված անձանց միջոցով եւ մասնակցել են։ Ես ուզում եմ մի մասնավոր դրվագ պատմել, երբ իմ ընդունարան զանգել էր, շատ են զանգում այդպիսի հարցերով, մի վստահված անձ վերահաշվարկի տեղից եւ երբ օգնականը ասեց, որ Բարգավաճ Հայաստանի վստահված անձն է, ասի անմիջապես միացրու իր հեռախոսի համարը վերցրու։ 3 անգամ խոսել ենք այդ վստահված անձի հետ, չեմ ասի ոչ անունը, ոչ ընտրատարածքը, խնդիրը մեկ քվեաթերթիկի մասին էր։ Եվ այդ մեկ քվեաթերթիկի մասին եւ ես եւ կենտրոնական տրականաժողովի նախագահ զանգել ենք ընտրատարածքային տրական հանձնաժողովի նախագահին համոզվելու համար այդ մեկ քվեաթերթիկը ճիշտ հաշվարկվեց արդյունքում թե ոչ։ Այստեղ մեղադրվում է ոչ թե ես 7 հոգի, այլ մեղադրվում է մի ամբողջ ինստիտուտ։ Դա անթույլատրելի է իմ համար։ Անթույլատրելի այն տեսանկյունից, հարգելի դիմումատուներ, հարգելի երրորդ անձ, ձեր խոսքը հիմա շատ բարձր է, որովհետև այստեղ հարց գնաց, հարցին պատասխան փորձեց տրվել պարոն Վաղարշյանի, թե ինչպիսի ազդեցության տակ կարող են լինել ընտրողը։ Անթրոպոլոգիական հետազոտություն պետք չի կատարել հասկանալու համար, որ ընդդիմադիր ընտրողները հիմա ընդդիմադիր գործիչների ասածներին է հավատում գրեթե անվերապահորեն իշխանության։ Եվ ում օգտին է այս ինստիտուտին այսքան վարկաբեկը։ Ոչ մեկի։ Ինչ ենք այսքան ոչ խնայողական վերաբերվում մեր ձեռքբերումներին։ Վերցրեք եւ նայեք այս ինստիտուտի իրար հետ ամբողջական վերցրած ընդհանրապես ներկայացվածությունը անգամ հաշվետվողականությունը, անգամ սահմանադրական դատարանում, չգիտեմ, թվերի վերաբերյալ վերլուծությունը։ Ինչքան մեծ հնարավորություն ունեք դուք այսօր, հարգելի դիմումատուներ, վերլուծելու թվեր։ Այս ամեն ինչը մեր բոլորի ձեռքբերումն է։ Բոլորի, որովհետև ընտրական օրենսգիրքը, որ հասել է այսպիսի ծայրահեղական, վերահսկողական գործիքների, դա լավորից չի եղել, բայց դա նրա համար չի, որ մենք թվակռիվ անենք եւ վերենք այստեղ ասենք 27000 տարբերություն ենք գտել։ Շատ լավ հիշեցրեց պարոն Վարդևանյանը, թե ինչի համար է ստորագրած ցուցակները հրապարակվում։ Ստորագրած ցուցակները հրապարակվում է, որպեսզի գտնվի մարդիկ, որոնք գոյություն չունեն, այստեղ չեն, բայց նրանց փոխարեն ստորագրել են։ Ինչի համար են հրապարակում ընտրողների ցուցակը նախապես, որպեսզի էլի ստուգվի եւ պարզվի, արդյոք այն հին ավանդական թեզը, թե մահացածները ցուցակում են դեռ ճիշտ է թե ոչ։ Եվ եթե անգամ այդպիսի դեպքեր կարող է լինել, որովհետև պետական մարմինը պիտի իմանա, չէ՞ որ քաղաքացին մահացել է որ անի։ Պետք է վերահսկել արդեն ստորագրած ցուցակներով, արդյոք այդ մահացածը քվեարկել է թե ոչ։ Արվել է այսպիսի գործողություն։ Մի օրինակով, մի տեղամասով, մի անձով վերվել է օրինակ, որ այս մարդը Հայաստանում չի, բայց նա քվեարկել է 27000 տարբերության մասին։ Նախ սկսեմ նրանից, որ հարգարժան Հայաստան դաշինքի ներկայացուցիչներ։ Դուք այդ 340 տեղամասերը վերլուծելուց, արդյոք ստուգել եք դրանցում քանիսում ունեք նախագահներ, քանիսում ունեք քարտուղարներ։ 340 տեղամասերից 185-ում ունեք կամ նախագահ, կամ քարտուղար։ Հարցրել եք իրենց ինչ է տեղի ունեցել։ Երբ հաշվել եք այդ ցուցակների թվերը, ստուգել եք արդյոք ցուցակը ամբողջական է թե չէ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից 120,000
թերթիկ 24 ժամում սկանեն արել եւ տեղադրվել է կենտրոնական տրական հանձնաժողովի կարգում։ Կան անփութություններ, իհարկե կան անփութություններ։ Մենք ինքներս, ես ինքս շատ դեպքերում բարկության հասնող դժգոհություն ունեմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքից որոշ դեպքերում, տեղամասային ընտրական հանձնաժողովից որոշ դեպքերում։ Մենք վերահսկողություն անում ենք դրան։ Իհարկե անում ենք։ Միայն քվեարկության նախորդ օրը 200 տեղամասի նախագահին զանգել են կենտրոնական տրական հանձնաժողովից կահավորման վերաբերյալ մեր հորդորների, մեր մեթոդական ցուցումների համար, որպեսզի կահավորումը լավ լինի։ Դա վերահսկողություն է, թե չէ։ Ձեր բոլորի զանգերով, այդ թվում քվեարկության օրը մեր ծանրաբեռնված ժամանակաշրջանում, բոլորի զանգերին պատասխանել եմ ես անձամբ եւ կարիքի դեպքում տեղամասային տրական հանձնաժողովի նախագահի հետ եմ խոսել, ասել եմ վստահված անձին պետք է սա թույլ տալ, վստահված անձը սրա իրավունք ունի, վստահված անձանց համար դասընթաց եմ կազմակերպել մեր այն ամենասուղ ժամանակահատվածում եւ դիմումատուների մեծ մասը մասնակցել են այդ դասընթացներին, իրենց դասընթացավարներին վերապատրաստել են, որպեսզի ինձ տված ժամանակի համար շնորհակալություն։ Սկանավորումը կապ ուներ նրա հետ, որ պարոն Մինասյան, դուք բերել եք տվյալ, որ 27,000 ստորագրություն ավելի պակաս է թվով 340 տեղամասերում, քան մասնակիցների թիվը։ Նախ ասեմ, որ խնդրում եմ, պարոն Մինասյան, մի խանգարեք, դուք էլ մի շեղվեք ձեր ամփոփի շարից, հարց ու պատասխանի փուլ չէ։ Շնորհակալություն բարձր դատարան, դա իրականում հուշում ինձ ծառայեց, շեղվեցի եւ այո, մենք այդ 340 տեղամասերում անցկացրել ենք ինքնուրույն այդ նույն գործողությունը, ինչ որ փորձել է կատարել Հայաստան Դաշինքը։ Նախ դրանցից 100-ում հնարավոր չի դա կատարել, որովհետև կամ զինվորներ են քվեարկել, կամ այնպիսի շրջիկներ, որոնք հրապարակման ենթակա չեն, օրինակ ձերբակալված անձանց վայրում պահվող ընտրողներ եւ այլն։ Մնացած 240 մենք իրականացրել ենք նույն գործողությունը։ Ուրեմն 36-ում ընդհանրապես ոչ մի տարբերություն չկա։ 39-ում այդ տարբերությունները 36 տեղամասերում, 39 տեղամասերում, մինչև 4-ը այդ տարբերությունները եւ ընդհանուր առմամբ 94, եւ այդ 75 տեղամասը իրար հետ վերցրած 36 մոտ 39-ը, ըստ դիմումատուի 6882 տարբերություն պիտի լինի, բայց ընդհանուր առմամբ 94 տարբերություն։ Եվ ես այստեղ ուզում եմ նաև բացատրել մյուս վերահսկողական գործիքը։ Նայեք, մենք ունենք 2 զուգահեռ գրանցում ընտրական տեղամասում։ Քաղաքացին մտնում է տեղամաս, գրանցվում է սարքի միջոցով, հետո գրանցվում է ընտրողների ցուցակում։ Սրանք իրարից անջատ գրանցումներ են եւ ինչի համար են սրանք, որպեսզի իրար հետ վերահսկելի լինի դա։ Եղել է դեպքեր, որ ծանրաբեռնվածությունից կամ տեղամասի ամփույթ աշխատանքի պատճառով ընտրողը ստացել է քվեարկության կտրոնը սարքի միջոցով եւ առանց գրանցվելու ընտրողների ցուցակում ստացել է քվեաթերթիկ եւ ծրար եւ ընտրել։ Էլի մի դեպք պատմեմ իմ սեփական փորձառությունից։ Երբ գնացել էի ընտրելու, 2 ընտրող այդպես գտել էր տեղամասային ընտրական հանձնաժողովը եւ չգիտես ոնց գտել էր նրանց հեռախոսի համարները, խնդրել էր որ հետ կան ստորագրեն ընտրողների ցուցակում եւ նրանք էլ եկել էին կռիվ էին անում թե մեր ժամանակից ձեր պատճառով մենք նորից եկել ենք որ ստորագրենք եւ այլն։ Ինչ գործողություն է պետք կատարել այստեղ հասկանալու համար, արդյոք իրականում ավելի շատ ընտրող է գրանցված, քան կա դրա համար ստորագրությունների թիվը ավելի պակաս է։ Մենք ունենք բացի ընտրողների, ավելի ճիշտ քվեարկության մասնակիցների թվից, ունենք սարքավորման գրանցված մասնակիցների թիվ։ Եվ եթե այս 240 տեղամասում օրինակ մասնակիցների թիվը, որը արձանագրված է, դրանից հանում ենք սարքի
գրանցվածների թիվը տարբերությունը իջնում է 32, 10,941-ից։ 219 տեղամասում ընդհանրապես 0-ի բացասական տարբերություն։ Այս գործողությունը հնարավորություն ունեցել է դիմումատում կատարելու, բոլոր դիմումատումները, բոլորը, անգամ քաղաքացիները կարային սա անեին, ընդամենը պետք է խնդրել ինչ-որ մեկին, որը գտնվել է տեղամասում, որպեսզի սարքի տպած ավարտական տեղեկանք ենք մենք դրան ասում, դրանից մեկ հատ վերցներ։ Եվ ինչ է պարունակում այս տեղեկանքը։ Բոլոր այն ընտրողների տվյալները, ովքեր մասնակցել են քվեարկությանը։ Նրանց հերթական համարը ընտրողների ցուցակում։ Իսկ ընտրողների ցուցակը արդեն նախնապես կա եւ մենք ներբեռնել ենք, ունենք մեր համակարգչում եւ հանգիստ կարող ենք տեսնել, թե ովքեր են ընտրել։ Ավելին, պարոն Վարդևանյանն ասում է, որ անձնագրերը չեն աշխատել։ Չգիտեմ, ինչ հենց ինչի է այդ տերմինը, այս կտրոնում, այս ավարտական տեղեկանքում, անգամ կա տեղեկություն, թե որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալն է ստեղնաշարի օգնությամբ բուտք եղել։ Եվ հնարավոր է այս տեղեկանքով բարձր տեսնել ընտրողների ցուցակում կա արդյոք ավել ստորագրություն, կամ կա արդյոք ամփոփորեն տեղի ունեցած պակաս ստորագրություն, ավելին ասեմ, բարձր դատարան։ Այն բոլոր տեղամասերում 637, որտեղ իրականացրել ենք վերահաշվարկ, նաև հնարավորություն է եղել այդ տեղամասերում ծանոթանալ քվեարկության կտրոնների հետ, որովհետև բոլոր այն քաղաքացիները, դուք տեսել եք ձեր քվեարկության կտրոնը, ովքեր գրանցվել են սարքի միջոցով, նրանք ունեցել են սարքի միջոցով տպած քվեարկության կտրոն, ովքեր ոչ սարքի միջոցով, նրանց համար համարակալված կտրոն է լրացվել, եւ այս կտրոնների վրա կոնկրետ, ոչ լատեն, կոնկրետ մարկանց կոնկրետ տվյալներ են։ Կա արդյոք այսպիսի վերլուծություն, թե այս տեղամասում օրինակ կտրոնները պակաս էին, այս տեղամասում կտրոնները ավել էին, ոչ թե 1-2 հատով եւ թվակռվով, այլ հենց այնպես, ինչպես որ փորձել են ներկայացնել, որ տեղամասում շատ ավելի շատ են քվեաթերթիկները կամ շատ ավելի քիչ։ Հիմա անդառնամ դրան, թե ինչու կարող են կամ ընդհանրապես ինչպես է դրան արձագանքում որովհետև ինձ հուշում են, որ 5 րոպե կա, շատ վատ է։ Եվ պարոն Օրբելյանը այստեղ 3 չէ առաջի օրը կամ 3 նշեց 4 տեղամաս, այսօր եւս 1 տեղամաս, դրանք են այսօր նշեց 7.55-ը, նախորդում նշել էր 11-ի 8-ը, 21-ի 1-ը, 21-ի 2-ը եւ 1-ի 20-ը։ Դրանք բոլորը այն տեղամասերն են, որտեղ առավելագույն անճշտություններ կան։ Այս վարժությունը շատ պարզ է։ Եվ ընտրական օրենսգիրքը սրան արձագանքում է։ Ընդամենը շնորհակալություն պարոն Օրբելյանը ներկայացրել է, թե որ դեպքում է, որ անճշտություն է գոյանում, հենց այս դեպքում։ Երբ բացակայում են ներողություն, ստորագրությունների թիվը ավելի պակաս է, քան քվեաթերթիկների թիվը։ Բոլոր այս 5 տեղամասերում իրականացվել է վերահաշվարկ։ Բոլոր այս 5 տեղամասերի բոլոր իմ նշած տեղեկանքները, կտրոնները, ընտրողների ցուցակները հնարավորություն է ունեցել դիմումատում նայելու, ուսումնասիրելու, պատշաճ տեղեկություն ներկայացնելու։ Ավելին, բոլոր այս տեղամասերում արձանագրված ընտրողների թիվը եւ սարքի միջոցով ստացած սարքի միջոցով գրանցվածների թիվը իդենտիկ հավասար է։ Միայն մի տեղամասում հավասար չէ, որովհետև այդ տեղամասում եղել է շրջիկարգով քվեարկություն եւ դրա համար 7-ով պակաս է։ Ինչ պետք է անել այս տեղամասերի համար հաշվարկել անճշտություն։ Ընդ որում այս տեղամասերը մենք վերահաշվարկելուց հետո անճշտությունների քանակը 13-ով իջել է։ Այս 5 տեղամասերը։
Կենտրոնական Տրական հանձնաժողովի պահանջով 59 տեղամասում եղել է վերահաշվարկ։ Ընդ որում այդ 59 տեղամասի մի մասում եղել է վերահաշվարկ, որովհետև մեր դիումատուներից մեկի լիազոր ներկայացուցիչը դիում էր բերել Կենտրոնական Տրական հանձնաժողով, որ ընդհանրապես ընտրական օրենսգրքի ոչ մի ժամկետի հետ, ոչ մի կարգավորման հետ կապ չուներ, բայց մենք ասել էինք, հայտարարել էինք, որ բերեք անգամ ոչ դիմումով, ասեք, թե որ տեղամասերն եք ուզում վերահաշվարկենք եւ մենք կվերահաշվարկենք։ Ամբողջ հանրապետությունում 32% տեղամասեր է վերահաշվարկվել։ Երևանում 67%, ինչու, որովհետեւ Երևանը ավելի շատ է շահարկվում, քանի որ ուշ էր մուտք եղել Երևանի թվերը, թե ուշ էր Կենտրոնական Տրական հանձնաժողովը հայտարարել այդ թվերը, այդպես էլ չհասկացա, թե ինչով էր ուշ, որովհետեւ Կենտրոնական Տրական հանձնաժողովը միշտ գրեթե, հա, գոնե իմ անցկացրած 7 համապետական միջոցառումներում առավոտյան 9-ից 10 է սովորաբար այդ թվերը վերջացրել։ Ամեն դեպքում մենք Երևանի տեղամասերը ավելի շատ ենք հաշվարկել։ Եվ ինչի է նաև Երևանը ավելի ուշ եկել, որովհետև մեծ են տեղամասերը, ուշ են ամփոփում Երևանում, որովհետև ունենք 1500, 1600 մասնակից։ Իդեպ ես շատ լավ էր, որ հիշեցի 1500-1600 մասնակից, որովհետև կարծիք կար, որ այդ տեղամասերում չեն հասցրել զինվորները քվեարկել, որտեղ ընդհանրապես շատ են ընտրողների թվերը։ Այդ տեղամասերում, այդ երկու տեղամասերում, որ տեղամասերը ճանաչվել, ընտրողների թիվը անգամ 1600-ից ցածր է։ Մենք ունենք տեղամաս, որ այդքան մասնակից մենակ։ Զինվորներ։ Ես բախտ չեմ ունեցել գտնվել ձեր փակ լիստին, բայց ես մեր ավանդական լավ կինոներից մեկի ասած ամեն ինչ կպատմեմ։ Բարձր դատարան, ձեզ տրվել է գաղտնի գրիֆտով, գաղտնի ոնց է տերմինը, գաղտնի դրոշմագրով գրություն, որը պաշտոնապես տրվում է, որովհետև ընտրական օրենսգիրքը դրա պահանջն ունի, եւ նաեւ որպեսզի ընդհանուր առմամբ Կենտրոնական Տրական հանձնաժողովը եւ զինվորական ղեկավարությունը ունենան պայմանավորվածություն, այդ թվում նաեւ միգրացիայի քաղաքացիության ծառայությունը, որ տեղամասերում են քվեարկելու ընտրողները։ Բայց իրականում Կենտրոնական Տրական հանձնաժողովը աշխատակարգային կարգով է այդ թվերը ունենում, որովհետև մինչև 3 օր առաջ կարող է փոխվել։ Չի կարող, չէ, մեր բանակում շարժը կանգնել մի շաբաթ միայն նրա համար, որ մենք ընտրություններ ենք կազմակերպում։ Դեռ ավելին, կան հրատապ դեպքեր, մարդը հիվանդացել է կամ դուրս է գրվել, չպետք է վերադառնա ծառայության։ Ինչու ենք 3 օր առաջ վերջացնում, դա, որովհետև թիվը մուտքագրվում է համակարգ, գեներացվում է թիվը, ամեն տեղամասում ընտրողների թիվը գեներացվում է համակարգի միջոցով, որը ունի 9001 եւ 27001 սերտիֆիկատ, ISO, եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այդ թիվը լրացնում է արձանագրության մեջ, տալու համար տեղամասային ընտրական հանձնաժողովին։ Ես այստեղ ունեմ այն ֆայլը տպած, որը երեկել է եղել, բայց կարծես թե դատարանը չի վերցրել, ես այսօր առաջարկում եմ այն վերցնել, որտեղ հստակ կա, թե որ տեղամասերում քանի զինվոր պիտի քվեարկեր եւ հստակ կա, որ տեղամասում քանի զինվոր է քվեարկել, որովհետեւ զինվորը քվեարկում է սարքի միջոցով։ Այո, դա հրապարակման ենթակա չի, խնդրում եմ նաեւ այս տերմինները դուք ինձնից լավ կմեկնաբանեք, մի քիչ տարբերել իրարից, գաղտնի չի սա հրապարակման ենթակա չի, որտեղ չի կարող դա գաղտնի լինել մի բան, որին վստահված անձիկ, դիտորդները, հանձնաժողովի անդամները իրավունք ունեն լիարժեքորեն ծանոթանալ։ Միակ սահմանափակումը տեղամասում վերահաշվարկի ժամանակ նա է, որ այս տեղամասերի, այս ցուցակներից չի կարելի քաղվածքներ հանել։ Դա միակ սահմանափակումն է տեղամասում եւ նաեւ նկարել, որը տեղամասում գտնվողը ունի այս ցուցակների վերահսկելու համար։ Նաեւ գոյություն ունի, չկարողն եմ, չունեմ,
Նաև գոյություն ունի շրջիկարգեղ զինվորների համար, եւ զինվորների համար, եւ սովորական ստացիոնարների համար։ Եվս մեկ բան, եւ ես կսահմանափակվեմ կարծես թե հասցրեցի ամեն ինչի պատասխանել, եթե մոռացա ինչ պիտի ասեմ։ Չէ, շրջիկարգ։ Հա, այստեղ հարց է հնչում, թե ինչի է նախնական եւ վերջնական ընտրողների թվերը տարբեր, արդյոք չեն կարող հաշվել։ Ոչ, չենք կարող հաշվել։ Չենք կարող իմանալ, թե այդ օրը ձերբակալված անձանց պահելու վայրում քանի ընտրող է մասնակցելու քվեարկությանը։ 53 հոգի մասնակցել է քվեարկությանը։ Ձերբակալված անձանց պահելու վայրում։ 53-ը Երևանում էր կարծես։ 57 իմ գործընկերները ինձ հիշում։ Չենք կարող ենթադրել, որտեղ 3 օր առաջ ենք մուտք անում թիվը, որ քրեակատարական հիմնարկում 2 օր առաջ կարող է 10 կալանավոր ավելան։ Հարգելի հանրություն, բարձր դատարան։ Ես խնդրում եմ, հորդորում եմ բոլորիս լինենք խնայող ընտրական ինստիտուտի նկատմամբ։ Մենք ունեցել ենք 200,000 ավելի ընտրող, որ մասնակցել է քվեարկությանը, քան նախորդ ընտրությանը։ Նրանք 200,000-ով ավելի ընտրող է հավատացել ինստիտուտին, հավատացել ընտրություններին եւ եկել քվեարկել։ Պետք չի ամեն ինչի մեջ հանցագործություն որոնել։ Իսեր Աստծո, այդ տեղամասային տրական հանձնաժողովի անդամները մեր քույր եղբայրներն են։ Ինչի ենք այստեղ լցոնում բառ օգտագործում։ Գոնե բամբասանքի մակարդակի լցոնման մասին այս ընտրություններին լսել եք թե չէ։ Գոնե բամբասանքի, չեմ ասում որ 1557 տեղամաս, չեմ ասում որ բոլորը ունեցել են իրենց կամերաները, հիմա բոլորը ունեն իրենց կամերաները։ Շնորհակալություն, ես դրա համար էի ասում բարձր դատարանին, մեզ ժամը կես տալ, շնորհակալ եմ։